Շնորհակալություն, հարգելի պարոն նախագահող, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ֆինանսների նախարարության եւ ֆինանսների նախարարության աշխատանքների ԵԱՏՄ շրջանակներում երևի նախ եւ առաջ պետք է խոսեմ մաքսատուրքերի մասին 2024 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջե փոխանցվել 76 միլիարդ 166 միլիոն դրամ մաքսատուրք, որը 879 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Միևնույն ժամանակ ֆինանսների նախարարությունը շարունակել է տարբեր ուղղություններով համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Մենք մասնակցում ենք բազմաթիվ ուրեմն աշխատանքային քննարկումների տարբեր ուղղություններով, հիմնական ուղղություններն են գնումների քաղաքականության բնագավառը, որտեղ մասնավորապես քննարկել են գնումների գործընթացներում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխանդարձ ճանաչման գործընթացի հետ կապված աշխատանքներ են իրականացվել։ Երկրորդը ԵԱՏՄ պայմանագրով սահմանված գնումներին վերաբերվող պայմանների կատարելագործման ուղղությամբ են աշխատանքները իրականացվել եւ իրականացվել են անդամ պետությունների գնումների օրենսդրությունների մշտադիտարկում։ Բավականին աշխատանք է իրականացվել մակրոտնտեսական քաղաքականության բնագավառում, որտեղ բազմաթիվ տարբեր հարթակներում մեր մասնագետները մասնակցում են օրինակ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման եւ դրանից բխող այլ հարցերի տարբեր մակարդակներում աշխատանքային քննարկումներին։ Իսկ եթե որևէ հարց կա մանրամասն ներկայացնելու, թե ինչ կոնկրետ թեմաներ են քննարկում, իհարկե կարող եմ հետո մանրամասնել։ Հարկային քաղաքականության բնագավառում են քննարկումներ իրականացում, օրինակ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի փոփոխությունների հետ կապված։ Մաքսային քաղաքականության բնագավառում շարունակվել են մաքսային ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի արդիականացման եւ ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման մասով աշխատանքները եւ մյուս բնագավառը, որը կարծում եմ էլի շատ էական է, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառն է, որտեղ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման միասնական շուկայի ձևավորման աշխատանքային խմբի մասնագետների հետ 24 թվականի ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքային քննարկումներ, մասնավորապես աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության 1 անդամ պետության կողմից մեկ այլ անդամ պետության տարածքում հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման բնագավառում ծառայություններ մատուցողների համար ներդաշնակեցված պահանջների մասին համաձայնագրի նախագիծը, որը հիմա գտնվում է ուժի մեջ մտնելու համար ներպետական համաձայնեցման ընթացակարգերի փուլում։ Ներկայումս քննարկում են վերնշված գործընթացի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ստացված առաջարկությունները։ Բացի այդ, աշխատանքային խմբի կողմից շարունակվել են քննարկումները ԵԱՏՄ անդամ երկրներում աուդիտի ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ։ Սա մյուս մասերով ես մանրամասները չներկայացրեցի, որովհետև դրանք շարունակական աշխատանքային հանդիպումներ են, որտեղ քննարկում են եւ դեռ կոնկրետ որոշումներ կամ փոփոխություններ չեն իրականացվել։ Այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։